Երկրորդ անգամ է, երկրորդ Կիրակին է որ գալիս եք այստեղ։ Նախ մի ճշտող հարց, քանի որ նախորդ Կիրակել հա տեղեկություն տարածվեց, որ մարդկանց հրահանգված է բերել եւ համայնքապետերից մեկն էլ հպարտությամբ մի տեսանյութ էր տեղադրել, որտեղ խմբով գալիս են, ասել էր Թալինից եկել են, այսպես տեսանյութ։ Այսօր օրինակ ձեզ հանձնարարված եղել է մարդիկ ապահովել այստեղ Հովանավանքում եւ արդեն օրվա հետ կապված էր։ Ես ծանոթացել եմ լրատվականների տարածած հաղորդումներին եւ պետք է իրենց հիասթափեցնեմ, որ կազմակերպված ոչինչ չի եղել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե մենք կազմակերպված ուզենանք հավաք անենք, վստահորեն դուք լրագրողներդ բազմիցս տեսած կլինեք, երբ որ մենք ուզում ենք հանրահավաք կամ հավաք կազմակերպենք, նախ առաջինը վարչապետը իր ելույթով կոչ է անում, որպեսզի մարդիկ գան մասնակցություն ունենան, եւ ամեն մեկս մեր հերթին կոչ ենք անում եւ մեր ունեցած հնարավորությունների սահմանում փորձում ենք կոնսոլիդացնել։ Եվ ես վստահեցնում եմ, որ եթե նման ցանկություն ունենայինք, մենք շատ ավել այստեղ ավելի մարդ կլներ, այլ բնույթ է կրում այսօրվա միջոցառումը, պատարակ է, որին որ բազմաթիվ մարդիկ ես հասկանում եմ, որ սովորական պատարակից շատ ավել մարդիկ են այստեղ մասնակցել, դա խոսում է մի բանի մասին, որ այսօրվա հոգևոր կյանքը անառողջ վիճակում է, մեր եկեղեցին անառողջ վիճակում է եւ անհրաժեշտություն կա, որպեսզի մենք լիարժեք վերականգնենք մեր եկեղեցու հոգևոր կարգավիճակը եւ միտքս ես ավարտեմ եւ ինչ վերաբերում է ձեր հարցին, ոչ հրահանգ չի եղել, իսկ ինչ վերաբերում է մեր համայնքի ղեկավարի տեսանյութին, ես տեսանյութը չեմ տեսել, բայց երեկ էլ ես կարդացի, որ Facebook-յան հաշվով գրել էր, որ ինքը մասնակցելու է եւ ովքեր որ ցանկություն ունեն, կարող են մասնակցել, դե շատ նորմալ եմ համարում, ու ես էլ մասնակցում եմ որպես նաև իմ աջակցություն Տեր Արամի եւ միգուցե այդ այսօրվա հայտարարությունը, եթե մյուս Կիրակի էլ պատարակ լինի, ինչ որ մարդկանց տրամադրի, որ իրենք է գան մասնակցեն, դա ոչինչի մասին չի խոսում։ Կիրակի նախորդի անհամեմատ ավելի քիչ մարդ են հավաքվել։ Սա խոսում է դրա մասին, որ այսինքն հիասթափված են կամ չեն կիսում ձեր կարծիքը, քանի որ նախորդ Կիրակի հպարտությամբ նշում են, որ ժողովուրդը տեսեք ինչ ժողովուրդ հոծ բազմություն է հավաքվել եւ սա խոսում է հենց այն մասին, որ ճիշտ ուղղությամբ է եւ այլն։ Ես ճիշտն ասած անցած Կիրակի էլ չեմ հաշվել, այս Կիրակի էլ չեմ պատրաստում հաշվել, եթե դուք հաշվել եք, եթե դուք հաշվել եք, դուք կիմանաք, անցած Կիրակի էր ավելի բազմամարդ, թե այս Կիրակի, ես արդեն նշեցի, որ ես չեմ հաշվել, այս Կիրակի էլ չեմ հաշվելու ու տրամաբանություն չեմ էլ տեսնում։ Եթե մենք մեր առաջ նման խնդիր չենք դրել, իմաստը որն է, ովքեր որ ցանկություն ունեն, ովքեր որ միգուցե մարդիկ կան, որ կիսելով մեր կարծիքը, բայց ժամանակ կամ հարկ չեն համարել գան այստեղ։ Դա ոչինչ չի նշանակում, ասեմ, նման խնդիր մենք մեր առաջ չենք դրել։ Տեսեք, բայց պարոն Մովսիսյան, այդ դեպքում եթե ձեր առաջ նման խնդիր չեք դրել, օրինակ Արագածոտնի մարզում տարբեր վանական համալիրներ կան, որտեղ պատարակներ են մատուցվում, երկրորդ Կիրակին անընդմեջ դուք մարզպետ լինելով ինչ եք գալիս Հովանավանք, Սուրբ Գևորգ գնացեք, այլ եկեղեցիներ գնացեք կամ հենց Մայրաթոր Սուրբ Էջմիածին, որտեղ հենց հիմա էլ պատարակ է մատուցվում։ Ինչու չեք գնում եւ նաեւ երկրորդ հարցը միանգամից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նորոգման պատարակ է, հա ձեզ համար հաճելի է ամեն անգամ գալ եւ լսել, թե եկեղեցու բակում միմյանց վրա ինչպես են գորգռում, նաեւ ընդհուպ մինչեւ հայհոյանքներ են լսվում, սա է նորոգման պատարակը։ Մի քանի հարց տվեցիք, պատասխանեմ ձեր հարցերին։ Նախ առաջինը, դուք նշեցիք Մայրաթորի պատարակի մասին։ Ես մի հատ հարց առաջացավ, որ թվի մասին խոսում եք Սակավեն, անցած Կիրակի կամ այս Կիրակի, իսկ ինչու չեք գնում Մայրաթորի պատարակի մարդկանց հաշվեք, թե քանի հոգի են։ Մենք այնտեղից էլ լուսաբանում ենք։ Ես ամենայն դեպս չվերջացնեմ, ես խանգարեք մեր հարցադրության։ Ժողովուրդ ջան, բանը ես զարմանում չեմ, վերջացնեմ իմ միտքը, վերջացնեմ միտքը, ես հարցը բավականին պարզ տվել է,
ես փորձեմ պատասխանել։ Ես խորհուրդ եմ տալիս նաև ընտեղի Ձեզ խնդրենք պարոն Մովսյան, մի փոքր հետ գնանք, չխոչընդոտենք պետական Ես խորհուրդ եմ տալիս նաև մանրաթորի պարտադիր մարդկանց հաշվել, էլի հետ։ Եկեք որ չխանգարենք ժողովուրդ ջան։ Իսկ ինչ վերաբերում է ինչու եմ ես երկու անգամ պատարագը մասնակցում Օհանավանի հովանավանքում։ Ես բազմիցս նշել եմ, հիմա չեմ զրանը եւ կնշեմ զուտ մի պատճառով, որովհետեւ ես իմ աջակցությունն եմ հայտնում Տեր Արամին եւ պատճառը դա է։ Բայց ես ներողություն